Երկնային Հայր, այս նոր տարին ինձ համար պարզապես օրերի հերթափոխ չէ, այլ նոր հնարավորություն ավելի խոր ճանաչելու քեզ, ավելի մոտ քայլելու եւ ապրելու ոչ թե իմ, այլ քո սուրբ կամքի համաձայն։ Ես ուզում եմ, որ այս տարին սկսվի ոչ մարդկային ծրագրերով ու սպասումներով, այլ քո ներկայությամբ, առաջնորդությամբ եւ խաղաղությամբ։ Տեր, քո խոսքում գրված է. Տիրոջ խորհուրդը նրանց հետ է, ովքեր վախենում են նրանից, եւ իր ուխտը նա հայտնի է անում նրանց։ Այս խոսքը ես ընդունում եմ որպես իմ կյանքի հիմնասյուն այս նոր տարվա համար։ Ես ցանկանում եմ լինել այն մարդկանցից մեկը, ում հետ դու կիսվում ես քո սրտով, քո խորհուրդներով եւ քո ճանապարհներով։ Սովորեցրու ինձ, Տեր, ունենալ ոչ թե վախ, այլ խոր ակնածանք քո հանդեպ, որպեսզի ինձ համարես քո ընկերը։ Հայր, ինչ մեծ շնորհ եւ պատիվ է կոչվել քո ընկերը։ Ոչ պարզապես ծառա, որը կատարում է հրամաններ, այլ զավակ եւ ընկեր, ով լսում է քո ձայնը, ճանաչում քո սիրտը եւ վստահում քո որոշումներին։ 2026 թվականին ես չեմ ուզում ապրել մակերեսային հավատով։ Ես ուզում եմ խոր եւ կենդանի հարաբերություն քեզ հետ, լի վստահությամբ, անկեղծությամբ եւ սիրով։ Տեր, քեզնից վախենալը նշանակում է ընտրել ճշմարտությունը նույնիսկ այն ժամանակ, երբ դա դժվար է։ Նշանակում է հրաժարվել մեղքից նույնիսկ այն պահին, երբ այն գայթակղիչ է թվում։ Նշանակում է լսել քո ձայնը նույնիսկ այն ժամանակ, երբ իմ սեփական ցանկությունները հակառակն են ասում։ Օգնիր ինձ այս տարի ապրել քեզ հաճելի կյանքով, որովհետև ես ուզում եմ լինել այն մարդկանցից մեկը, ում դու կոչում ես քո ընկերը։ Տեր, Սաղմոսներում գրված է. Երանի այն մարդուն, ով վախենում է Տիրոջից եւ մեծ հաճույք է գտնում նրա պատվիրաններում։ Թող 2026 թվականը լինի երանելի տարի ոչ միայն արտաքին հաջողություններով, այլ հոգեվոր խորությամբ։ Թող իմ սիրտը իսկապես ուրախություն գտնի քո կամքի մեջ, ոչ թե այս աշխարհի անցողիկ ու ժամանակավոր բաների։ Տեր, քո ընկերը լինելը նշանակում է պաշտպանված լինել։ Երբ ես քեզ եմ վստահում, գիտեմ, որ դու ես իմ ապաստանը եւ իմ ամուր բերդը։ Այս նոր տարում ես քեզ եմ հանձնում իմ բոլոր վախերը, անհանգստությունները եւ ապագայի անորոշությունները։ Թող այս տարին լինի խաղաղության տարի, որովհետև քո ընկերը չի ապրում խուճապի մեջ, այլ հանգստության եւ վստահության։ Տեր, քո ընկերը լինելը նշանակում է օրհնված լինել։ Քո խոսքն ասում է. ով վախենում է Տիրոջից, ոչ մի բարիքի կարոտ չի մնա։ Ես չեմ ուզում ապրել մշտական պակասի զգացումով կամ անհագ ցանկություններով։ Ես ուզում եմ ապրել վստահությամբ, որ քեզ վստահողը երբեք չի ամաչի։ Թող այս տարի ես տեսնեմ քո օրհնությունները իմ հոգում, մտքում, հարաբերություններում, իմ առողջության մեջ եւ առօրյայում։ Տեր, քո ընկերը լինելը նշանակում է լսել քո խորհուրդները, մտքերը։ 2026 թվականին ես կանգնելու եմ տարբեր որոշումների առջև։ Ես չեմ ուզում առաջնորդվել միայն իմ մտքով կամ մարդկանց կարծիքներով։ Ես ուզում եմ լսել քեզ։ Խնդրում եմ, առաջնորդիր ինձ քո Սուրբ Հոգով, որպեսզի իմ քայլերը լինեն հաստատուն, իմ ընտրությունները իմաստուն եւ իմ ճանապարհը խաղաղ։ Տեր, ես ուզում եմ, որ այս տարին լինի ուրախության տարի, ոչ մակերեսային կամ անցողիկ ուրախության, այլ խոր ու կայուն ուրախության, որը գալիս է քեզ ճանաչելուց։ Քո խոսքում գրված է. Քո ներկայության մեջ կա ուրախության լիություն։ Թող իմ ուրախությունը կախված չլինի հանգամանքներից, այլ քո մշտական ներկայությունից։ Հայր, ես հիշում եմ, որ Հիսուս Քրիստոսը ծնվեց, որպեսզի մենք ունենանք կյանք եւ ավելին ունենանք։ Նրա ծնունդը խաղաղության, հույսի եւ սիրո սկիզբն էր։ Այս նոր տարում ես նորից հաստատում եմ իմ սրտում, որ Հիսուսի ծնունդը փոխեց մարդկության պատմությունը եւ կարող է փոխել նաեւ իմ կյանքի յուրաքանչյուր օրը։ Թող Քրիստոսի ծննդյան լույսը առաջնորդի իմ քայլերը ամբողջ 2026 թվականի ընթացքում։ Տեր, քո ընկերը լինելը նշանակում է ապրել սիրով,
օգնիր ինձ այս տարի սիրել ոչ միայն խոսքերով, այլ գործերով։ Սիրել իմ ընտանիքին, հարազատներին, իմ ընկերներին եւ նույնիսկ նրանց, ում դժվար է սիրել։ Թող քո սերը լցնի իմ սիրտը, որպեսզի ես կարողանամ այն փոխանցել ուրիշներին։ Տեր, թող 2026 թվականը լինի խաղաղության տարի իմ ընտանիքի համար։ Թող մեր տունը լցվի քո ներկայությամբ։ Թող մեր խոսքերը լինեն մեղմ, մեր վերաբերմունքը սիրով լի, մեր փոխհարաբերությունները առողջ եւ ամուր։ Սովորեցրու մեզ խնդիրները լուծել քո իմաստությամբ, ոչ թե բարկությամբ կամ վիրավորանքով։ Տեր, քո ընկերը լինելը նշանակում է վստահել քեզ նույնիսկ դժվար օրերին։ Ես չգիտեմ, թե ինչ փորձություններ կարող է բերել այս տարին, բայց ես գիտեմ, թե ով է ինձ հետ։ Եվ դա ինձ համար բավական է։ Թող ես չկորցնեմ հավատքս, երբ ճանապարհը դառնում է նեղ կամ անհասկանալի։ Թող ես միշտ հիշեմ, որ քո ընկերը երբեք մենակ չէ։ Ես երբեք մենակ չեմ։ Տեր, այս նոր տարում ես ուզում եմ ապրել մաքուր եւ բաց սրտով։ Քեզնից վախենալը նշանակում է ընտրել սրբությունը։ Օգնիր ինձ հեռու մնալ այն ամենից, ինչը հեռացնում է ինձ քեզնից։ Թող իմ խոսքերը, մտքերը եւ գործերը հաճելի լինեն քեզ։ Տեր, ես օրհնում եմ 2026 թվականը քո սուրբ անունով։ Թող այն լինի խաղաղության, ուրախության, սիրո եւ առատ օրհնության տարի։ Թող ես ավելի խորությամբ ճանաչեմ քեզ, ավելի մոտ քայլեմ քեզ եւ դառնամ քո ընկերը։ Շնորհակալ եմ, Տեր, որ դու ընտրում ես լինել իմ Աստվածը եւ իմ ընկերը։ Սա իմ կյանքի ամենամեծ օրհնությունն է։ Ես նաեւ բաց եմ թողնում 2025 թվականը եւ գոհանում եմ քեզնից, որ պահպանեցիր ինձ եւ իմ ընտանիքը։ Ես հանձնում եմ քեզ այս ամբողջ նոր տարին, վստահելով, որ քո ձեռքում իմ կյանքը ապահով է։ Աղոթեցի Հիսուսի սուրբ անունով։ Ամեն։